Ինչպես եք հիշում Արցախում տոնվող ամանորը, որն էր այնտեղի ամենատարբերակիչ ու տաք ավանդույթը։ Իրականում ամանորը իմ ընտանիքի համար համենայն դեպս ամենասիրած ընտանեկան տոներից էր եւ շատ ավանդույթներ ունեն կապված ամանորի հետ, որոնք տարեց տարի մի քիչ փոփոխվում էին կախված երեխաների քանակի հետ ընտանիքում եւ տարեց տարի ավելի ջերմանում ու հաստատվում եւ ավելի ամանորը ինձ համար իմաստավորվում էր։ Ամենասիրածս ավանդույթը այն էր, որ բոլորս Ստեփանակերտում անպայման ամանորից առաջ դուրս էին գալիս ամանորյա համերգին, բոլորս տեսնվում էինք, հասցնում էինք ծանոթներով ու անծանոթներով իրար շնորհավորել եւ հետո արդեն նոր վերադառնում էինք ընտանիքում ամանորը դիմավորելու եւ նշելու, բայց այդ փոքրիկ ավանդույթը միջավ պատերազմ անպայման համերգի մասնակցելու, հեռավարությունը տեսնելու եւ հետո տուն գալու շատ էի սիրում։ Պատերազմից հետո իհարկե ավանդույթը փոխվեց եւ շնորհավորանքներին միանում էր նաեւ խորվիշտը եւ ցավը եւ ապրումակցումը այն մարդկանց, ովքեր այդ ամանորը իրենց տներում չէին նշում եւ այն մարդկանց, ովքեր ընտանիքում պակաս անդամ ունեին եւ փոքր-ինչ ամանորյա ուրախությանը վիշտ ավելացավ, սակայն միևնույն է ամանորը ինձ համար Արցախում մնում էր ամենասպասված տոնը, որը այդ հույսի խորհրդանիշն էր անգամ պատերազմից հետո։ Քո մանկության որ ամանորն է մնացել ամենահիշարժանը եւ ինչու։ Ես հիշում եմ, որ իմ փոքր տարիքում մենք ավանդույթ ունեինք, որ ձմեռ պապիկը նվերները բերում էր ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ հունվարի 1-ի առավոտյան, եւ շատ էի սպասում։ Մի ամանոր եմ հիշում, երբ ինձ կարի մեքենա էր բերել խաղալիքի։ Շատ էի սիրել այդ մեքենան եւ այդ օրը շատ པարզ եմ հիշում, բայց երևի շատ փոքր էի այդ տարիքում։ Եվ մյուս ամանորը, որ հենց փոքր տարիքում լավ եմ հիշում, արդեն հաճախում էի թատերական խմբակ եւ այդ թատերական խմբակի շրջանակում մեզ ընդգրկել էին ամանորյա այդ հանդեսներին եւ շնորհավորանքներին եւ հենց այդ գիշերը այդ նույն համերգին, որը ես շատ էի սիրում, խոզուկի շորերով հանդես էի եկել ու չնայած խոզի տարին ճանապարհում էին, դիմավորում էին հաջորդ տարին եւ ես ինձ շատ հպարտ էի զգում, չնայած որ իմ դասարանցիներից կարող են այդ զավեշտալի շորերով տեսնել, ես շատ պատվով կրել եմ այդ խոզի դերը այդ տարի եւ շատ լավ տպավորվել է եւ շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նման բանի մասնակից լինելու։ Եթե փակեք ձեր աչքերը, ինչպես կերևա արցախյան ամանորի ձայնը, հոտը, լույսերը։ Իրականում կարծում եմ, որ ամենալսելի եւ տարբերվող ձայնը վերածննդի հրապարակում ծիծաղն է եւ խոսակցությունները հարազատ բարբառով, մանդարինի հոտ եմ զգում եւ մեր տան տոնածառի լույսերը։ Քո ընտանիքում ովքեր էին ամանորի հոգին պահողները, ով էր ամենաշատը պատրաստվում, ով էր ամենաշատը ուրախանում եւ այլն։ Ինձ թվում է ինչպես գրեթե բոլոր ընտանիքներում ամանորի հոգին, ոգին եւ շունչը բերում են մայրիկները եւ տան կանայք։ Հիմա այս տարիքում իսկապես հասկանում եմ, որ մայրիկն էր այն տոնը, որը գալիս էր եւ մայրիկն էր դարձնում ամեն տարի ամանորը ավելի տարբերվող եւ ավելի հիշվող։ Հիմա էլ մայրիկս այս օրերին այստեղ փորձում է ամանորի տոնի հրաշքը վերադարձնել ընտանիք։ Մայրիկս մորակույրս է շատ սիրում, նախապատրաստվում եւ քիչ-քիչ այդ նախապատրաստությունը եւ ընտանիքում տոնը բերելը որպես առաքելություն մայրիկը փոխանցել է նաեւ ինձ եւ այս տարիքում ես արդեն զգում եմ, որ որոշ բաներ ես եմ ուզում նոր տարին ավելացնեմ, որոշ ավանդույթներ իմ կողմից եւ քիչ-քիչ պատկերացնում եմ, որ իմ ընտանիքում առանձին ինչպես կարող եմ նշել ամանորը, ինչ ավանդույթներ ունենալ։ Մայրիկին իսկապես շնորհակալ եմ, որովհետեւ ամենադժվար տարիներին, ամենավատ իրավիճակներում մայրիկը տոն էր բերում եւ հիմա դա իմ մանկության լավագույն հիշողություններից է։ Հայաստանում անցկացրած առաջին ամանորը ինչպիսին էր, ինչը ձեզ օգնեց չկորցնել այդ տոնական լույսը։ Իրականում Հայաստանում անցկացրած իմ առաջին ամանորը եղել է շրջափակման ժամանակ, երբ ես մնացել եմ Երևանում։ Ստացվում է, որ այդ ամանորը նշել եմ իմ բարեկամների հետ այստեղ Երևանում եւ անչափ ուրախ եմ, որ այստեղ մենք ունենք մարդիկ, հարազատներ, ովքեր
այդ օրը նույնպես փորձեցին տոն դարձնել եւ ես ընտանիքի մի անդամ էի եւ ինչ չէի զգում մենակ լքված եւ դրսում, բայց անչափ շատ էի կարոտում եւ շատ անսովոր էր, որովհետեւ մեր տան ամենագլխավոր տոնական ավանդույթներից այն է, որ դեկտեմբերի 31-ին ոչ ոք չպետք է բացակայի տնից եւ ամանորս անպայման բոլորս ամբողջ ընտանիքով միասին պետք է նշենք, իսկ մենք 11 հոգի ենք եւ 11-ն շատ տարբեր ծրագրեր ունենում, բայց այդ օրը անպայման պետք է միասին լինենք եւ սա շատ անսովոր էր, որովհետեւ մենք կապով միացել էինք, հեռախոսով օնլայն միացել էինք, ընտանիքի հետ միասին էինք գնացներ ասում ու շատ ծանր էր Երևանում, որովհետև այստեղ իմ բարեկամները չէին կարողանում լիարժեք նշել տոնը, որովհետև գիտեին Արցախում ինչպիսին է իրավիճակը եւ այնտեղ ընտանիքիս համար ես զգում էի ծանրությունը այդ ամանորի, որովհետև նրանք էլ անորոշության մեջ էին եւ փորձում էին մեծ հույսով սկսել տարին եւ լավ մաղթանքներ ասել հայրենիքին եւ բոլոր այն արցախցիներին, ովքեր իրենց հետ միասին պայքարի մեջ էին, բայց այդ ծանր իրավիճակը իսկապես ազդում էր բոլորի տրամադրության վրա։ Եվ հետո արդեն առաջին ամանորը, որը տեղահանությունից հետո ենք նշել դիմավորել այստեղ, ինքը իրականում շատ դժվար էր, որովհետև մենք տանը փոքրիկ ունենք, ինքը շատ էր սպասում ամանորյա հրաշքին եւ իրեն ոչ մի ձևով չես կարող բացատրել, ինչու հենց այս տարի ամանորը չի գալիս մեր ընտանիք։ Եվ մենք տոնածառ գնեցինք դեկտեմբերի 31-ին, վերջին ժամերին, երբ որ արդեն մայրիկս որոշեց, որ չպիտի տրվենք այդ սուքի ծանրության եւ տրամադրությանը այդ վշտի եւ գնում եւ տոնածառ ենք գնում, դնում ենք տանը, իսկ իհարկե լուսան շատ ուրախանում է եւ շատ ընտանեկան ջերմ մթնոլորտում ենք անցկացրել, նույնպես որովհետեւ այստեղ մեր բարեկամները եկել էին, մեզ շնորհավորում էին եւ որոշ ավանդույթներ կարողացել ենք այստեղ էլ պահպանել, իհարկե դուրս չենք եկել հրապարակ, հեռավարությունը մեզ համար շատ խորթ էր ու անհասկանալի, բայց մենք ավանդույթը, որ Ձմեռ պապին անպայման նվերները բերում են բոլոր ընտանիքի անդամներին եւ մենք դրանք բացում ենք հերթով, յուրաքանչյուրս ուրախանում է մյուսի նվերով, հետաքրքրված է լինում, զնում է եւ հետո արդեն անցնում ենք հաջորդներին եւ այդ զգացողությունը, երբ որ ամբողջ ընտանիքը սպասում է նաեւ քո նվերի բացմանը, փոքրիկ այսպիսի ավանդույթներ կարողացել ենք պահպանել եւ շարունակում ենք այսպես նշել։ Եթե Արցախյան ամանորից մի առարկա կարողանայիք հետ բերել, ի՞նչը կընտրեիք։ Երևի տրամադրությունը, չնայած որ տրամադրությունը առարկայական չէ, իսկ առարկաներից Օղակաձև այգում, Ստեփանակերտի մեր Պիտաչոկում մենք ունենք մի հատ եղևնի, որը որ շատ ավելի հին էր, քան այն եղևնիները, որոնք հետո հրապարակում էին տեղադրվում, շատ բարձր էր եւ փարթամ եւ գեղեցիկ ծառ էր եւ ես անչափ շատ էի սիրում, երբ այդ ծառն էին զարդարում նաեւ եւ ինձ համար քաղաքի գլխավոր եղևնին հենց դա էր եւ կուզեին այդ եղևնին երևի ունենալ այստեղ։ Այս տարի ամանորից ցանկությունդ ինչպես է ձևակերպվում։ Ինձ թվում է պատերազմից հետո երևի բոլոր ամանորյա ցանկությունները նույնն են։ Ուղղակի խաղաղություն եմ ուզում հայրենիքին, բայց արժանապատիվ խաղաղություն եւ նաեւ ինքս ինձ համար եւ բոլոր ցանկացողների համար երազանք ունեմ տուն վերադառնալու։ Եթե ամանորի գիշերը կարողանայիք ուղերձել բոլոր տեղահանված արցախցիներին, ինչպես կձևակերպեիք դա։ Եկեք պատառել տեմ կենանք, ինձ թվում է մի օր լոխ լավային են։